Ես երկար ժամանակ խոսել եմ լռության վտանգի մասին, բայց կա մի բան, որը մինչև հիմա չեմ ասել։ Ես ինքս էլ երկար ժամանակ ընտրել եմ լռությունը։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք ինձնից դեպի քեզ փոդքասթը։ Եթե առաջին անգամ եք այստեղ, բարի գալուստ։ Եթե դուք հետևում եք մեր այս շարքը, ուրեմն մենք միասին անցել ենք 10 թեմա՝ արվեստի, համակարգի, լռության եւ իհարկե պատասխանատվության մասին։ Բայց այսօրվա փոդքասթը տարբերվում է նախորդներից։ Այսօր խոսքը ոչ թե ուրիշների մասին է, այլ իմ մասին է։ Ես երկար ժամանակ խոսել եմ լռության վտանգի մասին, բայց կա մի բան, որը մինչև հիմա չեմ ասել։ Ես ինքս էլ երկար ժամանակ ընտրել եմ լռությունը։ Այս 10 թողարկումների ընթացքում մենք խոսել ենք այն մարդկանց մասին, ովքեր չեն խոսում։ Խոսել ենք նրանց մասին, ովքեր հարմարվում են համակարգին։ Խոսել ենք այն մասին, թե արվեստը ինչպես է հաճախ դառնում դեկոր։ Բայց կա մի խնդիր։ Այս ամենի մասին խոսելիս ես երկար ժամանակ շրջանցել եմ ամենակարևոր հարցը։ Իմ սեփական տեղը այդ պատմության մեջ։ Ճշմարտությունն այն է, որ ես նույնպես երկար ժամանակ ընտրել եմ լռությունը։ Ոչ թե որովհետև չէի հասկանում իրավիճակը, այլ որովհետև հավատում էի տարածված հայտնի գաղափարին։ Կարելի է աշխատել ներսից, եթե դու մնում ես համակարգում, եթե անում ես քո գործը լավ, եթե պահպանում ես որակը, եթե չես մտնում բաց կոնֆլիկտի մեջ, գուցե ներսից հնարավոր լինի փոխել ինչ-որ բան։ Այս գաղափարը հնչում է շատ խելացի, բայց կա մի խնդիր։ Շատ հաճախ այն դառնում է որպես լռության արդարացում։ Ես տեսել եմ մի բան, որը շատ արվեստագետներ նույնպես տեսել են։ Տարիների ընթացքում մշակութային ինստիտուտները կամաց դատարկվում են բովանդակությունից, բայց միևնույն ժամանակ լցվում են տարբեր բառերով՝ զարգացում, բարեփոխում, արդիականացում, բառեր, որոնք հնչում են առաջադեմ, բայց շատ հաճախ դրանց տակ պարզապես թաքնված է վերահսկողություն։ Եվ ես այդ ամենին երկար ժամանակ նայել եմ ներսից։ Հաճախ լուռ։ Սա արդարացում չէ, սա պարզապես փաստ է։ Արվեստագետի ամենամեծ սխալը սխալ դիրք բռնելը չէ։ Ամենամեծ սխալը ընդհանրապես դիրք չունենալն է, որովհետև երբ դու չես ասում ես այս կողմում եմ, քեզ շատ արագ դասավորում են այն կողմում, որը իրենց ձեռնտու է։ Եվ այդ պահին դու այլևս չեզոք չես։ Դու պարզապես հարմարվել ես։ Կա մի պահ, երբ հասկանում ես մի պարզ բան, քո լռությունը այլևս քո անձնական ընտրությունը չէ, այն դառնում է միջավայրի խնդիր, այն դառնում է թուլություն։ Եվ հենց այդ պահին արվեստը կանգնում է ընտրության առաջ, կամ դառնալ դիմադրություն, կամ դառնալ դեկոր։ Ես երկար ժամանակ ապրել եմ այդ սահմանին, բայց հիմա ուզում եմ հստակ ասել. Ես այլևս չեմ ուզում լինել դեկոր։ Հիմա ուզում եմ մի հարց տալ քեզ։ Հիշում ես դու այն պահը, երբ չասացիր այն, ինչ մտածում էիր։ Ոչ որովհետև որ այն սխալ էր, որովհետև դու արդեն հարմարվել էիր։ Եթե քեզ հետ այդպիսի պահ եղել է, ուրեմն այս խոստովանությունը միայն իմ մասին չէ։ Այս փոդքասթը ստեղծվել է ոչ թե բոլորին համոզելու համար, այն ստեղծվել է որպես փորձ։ Փորձ չխաբելու ոչ քեզ, ոչ էլ նրանց, ովքեր լսում են քեզ։ Եթե մենք ուզում ենք, որ մշակույթը լինի կենդանի, ապա այն երբեմն պետք է լինի անհարմար։ Եթե այս թողարկումը ձեզ մտածելու առիթ տվեց, կարող եք կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույնպես մտածում են արվեստի և հասարակության
մասին։ Բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք ինձնից դեպի քեզ podcast-ի հաջորդ թողարկումները։ Շնորհակալ եմ դիտելու համար։ Մինչ նոր հանդիպում։